Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Դուք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրել է. Եթե ուզում եք կառուցել մի երկիր, որ կվերադառնան նրա որդիները եւ դուստրերը, եթե ուզում եք կառուցել մի երկիր, որտեղից նրանք կմեկնեն միայն արձակուրդին, եթե ցանկանում եք կառուցել մի երկիր, որը վախ չի ունենա ապագայի համար, անհրաժեշտ է կոռուպցիան հավասարեցնել հայրենիքի դավաճանության, իսկ կոռումպացված պաշտոնյաներին դավաճանների ընդհուպ միջև 7 պորտ։ 4 մասնագիտություն դարձրեք ամենաբարձր վարձատրվողներն ու ամենահարգվածները։ Դրանք են զինվորականները, ուսուցիչները, բժիշկները, իրավապաշտպանները։ Եվ ամենակարևորը՝ աշխատեք, աշխատեք եւ աշխատեք, քանի որ բացի ձեզնից ոչ ոք չի պաշտպանի ձեզ։ Ձեզնից բացի ոչ ոք ձեզ չի կերակրի եւ ձեր երկիրը միայն ձեզ է պետք, ուրիշ ոչ ոքի։ Երբ սա դառնա ոչ պարզապես խոսք ու կարգախոս, այլ դառնա ձեր կենսաձևը, այդ ժամանակ ուրեմն դուք հասել եք ձեր նպատակին։ Այս մեթոդը կիրառվել է Գերմանիայում, Իսրայելում, Սինգապուրում, այն պետք է կիրառվի Հայաստանում, որի համար երկրին անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել են ոչնչացնել պաղեստինյան համաշարժման առանցքային հրամանատար Ռաեդ Սաադին ի պատասխան Գազայի հատվածում 2 զինվորների վիրավորման։ Համասի կողմից Գազայի հատվածում իսրայելցի զինվորներին վիրավորած ինքնաշեն պայթուցիկ Սարգի Պայթյունին ի պատասխան վարչապետ Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Կացը հրամայել են դադարեցնել ահաբեկիչ Ռաեդ Սաադի գործունեությունը, որը գլխավորում է Համասի արտադրական շտաբը, ասվում է հայտարարության մեջ։ Վարչապետ Փաշինյանը Facebook-յան եթերում հայտարարել էր, որ Հայաստանում շարքային կոչումով պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700,000 դրամ աշխատավարձ։ Հաջորդ օրը տեղի ունեցած կառավարության նիստում Փաշինյանը անդրադառնալով զինված ուժերում ատեստավորման գործընթացին ներկայացրեց նաև կոնկրետ թվեր։ Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300-ից 400,000 դրամ վարձատրություն, 1156 զինծառայող 400-ից 500,000 դրամ վարձատրություն, 523 շարքային զինծառայող ստանում է 500-ից 600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող 600-ից 700,000 դրամ վարձատրություն եւ 31 շարքային զինծառայող 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Նա հավելեց նաեւ, թե 700,000 եւ ավել դրամի վարձատրություն ստացող զինվորների պայմանները հասանելի են նաեւ մնացած բոլոր զինծառայողներին։ Սիվիլնետը նշում է, վարչապետի հայտնածը կեղտոտ աշխատավարձն է։ Պաշտպանության նախարարությունը սիվիլնետ չեկի հարցման ի պատասխան պարզաբանել է, որ վարչապետի հրապարակած վարձատրության չափերը հաշվարկային են, այսինքն ներառում են հարկերը եւ պարտադիր վճարները։ Փաստացի զինծառայողների ստացած մաքուր աշխատավարձը զգալիորեն ավելի քիչ է լինելու եկամտահարկի եւ դրոշմանիշային վճարի պահումներից հետո։ Ուշագրավ է, որ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է տրամադրել ավելի ցածր վարձատրող շարքային պայմանագրային զինծառայողների թիվը։ Մասնավորապես գերատեսչությունը չի պատասխանել այն հարցին, թե քանի շարքային պայմանագրային զինծառայող է ստանում մինչև 200,000 դրամ կամ 200-ից 300,000 դրամ աշխատավարձ։ Պաշտպանության նախարարությունը մերժել է տրամադրել պահանջվող տվյալները, հղում անելով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվությանը վերաբերող հոդվածներին։ Մինչդեռ համանման տվյալներ ավելի վաղ հրապարակել էր ինչպես վարչապետը, այնպես էլ հենց նախարարությունը Facebook-յան իր էջում։ Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշել է, որ այն վերաբերում է 2018-ից 19 թվականներին, երբ Օսիպյանը ոստիկանապետ է եղել եւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն ժամանակ գործող հատուկ քննչական ծառայությանն առ այն, որ Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները։ Հաղորդումն այն մասին է եղել, որ բնակարանային բարելավման կարիք չունեցող զինծառայողներին տրամադրվել են բնակարաններ։ Գործի քննության ընթացքում հաստատվել էր, որ Գասպարյանը բնակարաններով պարգևատրել էր 64 զինծառայողներին։ Նրանցից որևէ մեկը չի հանդիսացել Գասպարյանի բարեկամը, մտերիմը։ Շարքային ծառայողից մինչև վարչության պետեր պարգևատրվել են։ Բնական պրոցես է ընթացել։ Բնական ստացողների մեջ է եղել հենց վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը։ Մինչդեռ սեփական բնակարանը Օսիպյանը անտեսել է եւ 64-ից առանձնացրել 3 բնակարան, որոնք դիտարկվել են որպես լիազորությունների չարաշահում։ Բնականաբար դատարանները պետք է կատարային այդ հրահանգները։ Ցավոք սրտի ունենք դատավճիռ, ըստ որի Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները եւ 3 ծառայողների տրամադրել բնակարաններ։ Պետությունը չգնաց այդ բնակարանները բռնագանձելու ճանապարհով, այլ որոշեց Վլադիմիր Գասպարյանից բռնագանձել այդ բնակարանների գումարը։ Նման հայտարարություն է արել փաստաբանը։
Սոցիալական ցանցերում շրջանառվում էր տեսանյութ, որտեղ պատկերված էր Երևանի փողոցներով շրջող թուրքական շտապօգնության մեքենան։ Սա տարակուսանք էր առաջացրել հանրության շրջանում սոցցանցերում բուռն քննարկումներ առաջացնելով։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն ՔՊԿ Նարեկ Զեյնալյանը մանրամասներ է հայտնել թուրքական շտապօգնության մեքենայի Հայաստանում հայտնվելու դեպքի մասին։ Հիվանդը շուրջ 1 ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում։ Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։ Բժշկական ցուցումով եւ հիվանդի առողջական վիճակով պայմանավորված ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար եւ միակ տարբերակը ռեանոմոբիլով տեղափոխելն էր։ Հիվանդի հարազատները փաստաթղթերը ձևակերպելու եւ տեղափոխումը կազմակերպելու համար դիմել էին ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։ ՔՊԿ-ն պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ այս դեպքը որակել էր որպես լալահառաջ մեկնաբանություն, նշելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իր երիտասարդ ազգակցին ինքն է միջամտել, որպեսզի նա տեղափոխվի Հայաստան։ ՔՊԿ-ն պատգամավորը անընդունելի է համարել եւ դատապարտել է նման զգայուն թեման քաղաքական շահարկման թեմա դարձնելը տիկնոջ կողմից։ Ամերիկահայ հայտնի գործարար եւ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ընդգրկվել է Forbes-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում։ Քարդաշյանը ցուցակում 71-րդն է։ Նրա սկիզբ ապրանքանիշը գնահատվել է $5 միլիարդ։ Գնահատումը իրականացվել է 4 հիմնական ցուցանիշներով՝ գումար, մեդիա, ազդեցություն եւ ազդեցության ոլորտներ։ Forbes-ում նշել են, որ չնայած բոլոր անհաջողություններին, որոնց բախվել են կանայք ամբողջ աշխարհում 2025 թվականին, Forbes Power Woman 2025 ցուցակի առաջատարներն ու հերոսուհիները դարձել են կայունության օրինակներ։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։